Ողջույն հարգելի հայրենակիցներ, այս պահին Մայր Հայաստանի ներկայացուցիչներով գտնվում ենք Էջմիածնում, մասնակցելու ենք Մայրաթոռում տեղի ունենալիք պատարագին, ինչպես հայտնի է, այսօր Փաշազադեի վկաները կրկին հավաքվել են, կրկին իրենց պիղծ ծրագրի շրջանակներում և իբր քրիստոնեական միջոցառում են ուզում անցկացնել կամ մասնակցել այդ միջոցառմանը, ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը, փորձել ցույց տալ, որ ինքը իբր քրիստոնեական կյանքով է ապրում և փորձում է բարեփոխել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, բայց սա այն դեպքն է, երբ որ իր անձնական քաղաքական շահերը համընկնում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի հետ։ Սա այն եզակի խայտառակ դեպքերից է մարդկության պատմության մեջ, երբ որ տվյալ պետության ղեկավարի շահը համընկնում է այդ պետության թշնամիների շահերի հետ։ Իսկ այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն թաքցնում, որ իրենք Հայաստանի Հանրապետության դեմ են գործում, գաղտնիք չէ, և բոլորս գիտենք այդ մասին։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ընտրված մարտավարությունը հետևյալն է, որ ինքը փորձում է պառակտում մտցնել եկեղեցուն, ցույց տա, որ այսպես զուգահեռ երկու համակարգեր կան, երկու միավորներ կան, որոնք մի մասը իր հետ են և հաստատ ինքն է կաթողիկոսը դառնում, և մյուս մասը ուզում է ցույց տալ, որ իրեն չեն ենթարկվում։ Իր քաղաքական շահը տվյալ դեպքում այն է, որ մինչև վերջ կատարի Փաշազադեի հրահանգը, որը թուրք-ադրբեջանական ծրագրի շրջանակներում է, և փորձի պառակտել եկեղեցին։ Առիթներ եղել են այդ մասին խոսելու, հիմա կրկնեմ, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես խնդիր չունի բարեփոխման, խնդիր չունի բարեվարկության և այլ նմանատիպ երևույթների հետ, իր խնդիրը քաղաքական է, հայ առաքելական եկեղեցին այն օջախներից է, որը կարող է նպաստել դիմադրությանը, որը հայկական ինքնության կարևորագույն բաղադրիչ է, և հենց դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը հարձակվել է հայ առաքելական եկեղեցու դեմ, այստեղ որևէ այլ կարծիք չի կարող լինել։ Հիմա մեր խնդիրը այն է, որ պաշտպանենք մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին և դրանով ոչ միայն կրոնական և հոգևոր ոլորտի գործողություն կիրականացնենք, այլ նաև քաղաքական յուրօրինակ ակցիա կլինի և այդ քաղաքական ակցիան ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության է։ Մենք այս պահին արդեն Մայր տաճարի տարածքում ենք և կմասնակցենք պատարագին։ Բոլորիս համբերություն և համառություն ու կամք է անհրաժեշտ, որպեսզի պաշտպանենք մեր պետականությունը։ Այստեղ նախ և առաջ ես կդնեի պետականության խնդիր, կարծում եմ որևէ մեկի համար կասկած չկա, որ այստեղ երբ որ Փաշազադեն հրահանգ է տվել, հաստատ հոգևոր ոլորտի թեմայով չի, որ հրահանգ է տվել, իրենք տվել են քաղաքական հրահանգ և Նիկոլ Փաշինյանն է որպես կատարող նրանց ասածները փորձում է կյանքի կոչել և մինչև 26 թվականը ստանալ Թուրքիայի ու Ադրբեջանի լիակատար աջակցությունը վերարտադրվելու համար, իսկ նրանք էլ
պայմաններ են դնում այդ վերարտադրության եւ այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք հայ առաքելական եկեղեցու դեմ, այդ պայմաններից մեկն է։ Մենք արդեն կմտնենք հիմա եկեղեցու տարածք, այնտեղ արդեն հեռարձակում չի իրականացվում, առայժմ